օրինակ դուք պատրաստ եք ինչ-որ մեկի համար ընտրել, այսինքն ընտրել ձեր բարեկամի, ընկերոջ, ծառոթի ձեզ լիքը լավություններ արած մարդու կարծիքով ընտրել։ Ես շատ մարդկանց եմ հանդիպում, ովքեր ասում են, ես գնացել եմ եւ ընտրել եմ այս մարդու խաթր։ Շատ մարդիկ կան, հնարավոր է եւ շատ մեծ տոկոսներ են կազմում։ Եվ հիմա հարց եմ տալիս, դուք պատրաստ եք։ Այսինքն մենք հիմա ունենք ժամանակ, երբ ընտրությունները չեն կեղծում, առնվազն ընտրատեղամասերում։ Ես չեմ անվանի ընտրությունները արդար, բազմաթիվ չափանիշներ կան, այդ մասին գուցե հետո խոսենք, բայց ամենայն դեպս ընտրությունների արդյունքները չեն կեղծում, լցանումներ չեն լինում, կարուսելներ չեն լինում։ Հիմա այս պայմաններում, երբ որ մենք ենք իսկապես ընտրում իշխանությանը, մենք ենք այդ ընտրության օրը այդ 3 միլիոն վարչապետը միայն այդ օրն ենք, ու մենք փոխանցում ենք այդ իշխանությունը, որ երկիրը կառավարեն մեր փոխարեն որոշումներ կայացնեն, եւ այս պարագայում, երբ որ մեր բարեկամը, մեր հարազատը, մեր ինչ-որ մեկը ասում է ընտրիր իմ խաթր, մենք չպետք է դա անենք, իմ կարծիքով մենք չպետք է դա անենք։ Ես պատրաստ չեմ իմ ընկերների, իմ հարազատների, նույնիսկ իմ եղբոր եւ ընտանիքի անդամների պատճառով ընտրել որևէ կուսակցության։ Եթե դա իմ գաղափարախոսությանը, եթե դա իմ սկզբունքներին դեմ է, եթե ես ունեմ այլ կարծիք, ես ամեն ինչի պատրաստ եմ իրենց համար, բայց ես պատրաստ չեմ ընտրել ուրիշի ցանկությամբ։ Ես դեռ չեմ խոսում ընտրակաշառքների մասին, ինչը քրեապես հետապնդելի է եւ արդեն քանի մարդ կա, արդեն եթե չեմ սխալվում 60-ից ավելի մարդ ձերբակալված է կամ կալանավորված է նման գործերով։ Կարծիքով մենք կդառնանք նորմալ պետություն, երբ որ կդադարենք ընտրել խաթրով եւ կսկսենք ընտրել մեր ցանկությամբ, մեր խղճի եւ մտքի հիվան վրա։